Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանի հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Անդրանիկ Աբրահամյանը հաղթել է Ֆրանսիայի ծանրամարտին առաջնությունումը, տեղի ունեցավ ազգային ժողովի երրորդ գումարման 4-րդ նստաշրջանը։ Արևմտյան Հայաստանը թեզավորակարգավ ելույթավ Շոհեր Բիլեմջյան, ռմբակոծություն ալիքին կողքին իսրայելական հարվածը։ ՀՑԹ-ը քննարկվել է հայերի ցեղասպանությունը, հիշատակում 20 կախաղաններին 1915 թիվ հունիսի 15, մանուշակագույն ծաղիկներ շապին կարահիսար, Սայատնովա սրտի ու հոգուն սյասյա։ Դյունկերկ Ֆրանսիա 2025 թիվ հունիսի 14-15 Ֆրանսիայի ծանրամարտի ֆեդերացիայի կազմակերպած շամպիոնատ դը Ֆրանսիայի Սենյոր 2025 առաջնությունը տեղի ունեցավ Դյունկերկի Ստադ դո Ֆլանդրը մարզադաշտումը համախմբելով երկրի լավագույն ծանրորդներին։ Մրցույթը այս տարի կրելի սարել նաև հոբելյանական բովանդակություն նշվալա Ռոզենդալի ծանրամարտի 100-ամյակը։ Մրցաշարը նշանավորվել է հզոր ելույթներով ու ամենակարևոր լուրերի ամինը տռալա մեր հայրենակից Անդրանիկ Աբրահամյանին փայլուն հաղթանակը։ Աբրահամյանը ներկայացնելով Ատլետիկ Կլաբ Սան Մարսելին ակումբը պայքարել 67 կիլոգրամային քաշավ կարգում ու ընդհանուրում պիցրցրել 250 կիլոգրանցերով փայլուն արդյունքներ նվաճելով ոսկե մեդալը, այդպիսով հասնելով Ֆրանսիայի չեմպիոնի Տիտղոսին հետի նախատեսված պատվոհարթակի գագաթնակետին։ Յուրան ելույթաժանացած մասնագետների 8 հանդիսատեսին պետցույր գնահատականին շնորհավորում ենք Անդրանիկ Աբրահամյանին այս հաղթանակի կապակցությամբ ու մաղթում ենք թեզա հաջողություններ միջազգային մրցահարթակներում։ 2025 թվականի հունիսի 15-ին Արևմտյան Հայաստանի ազգային ժողովին երրորդ գումարման 4-րդ նստաշրջանն իլալ նիստը պեցարալ ազգային ժողովի նախագահ Տիկին Էլի Հարությունյանը ընդգծելով ազգային ինքնիշխանության ու պետականաշինության ամրապնդման կարևորությունը։ Նիստին վաղը պատգամավոր ընտրվել Արցախցի Էդիտա Բեգլարյանը, ելույթն ունեցավ ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը ու ազգային ժողովի պատգամավոր պարոն Աշոտ Հարությունյանը, շեշտելով ժողովրդի պայքարի շարունակականությունն Արցախին վերաբերող պետցույր ակնկալիքն է։ Թուրքերեն լեզվի հանձնաժողովի անունից հայտարարությունը կարդալ է ազգային ժողովի նախագահը, քննարկվել ու ընդունվել մի շարք որոշումներ ուղղված ազգային շահերի պաշտպանությանը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության խոսնակ Շոհեր Բիլեմջյանը ներկայացրել է շեփթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներ։ Նիստը քննարկվել Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի երրորդ գումարման 4-րդ լիագումար նիստի ծրագիր ու հանձնաժողովների կատարած գործը։ Տիկին Բիլեմջյանը հատուկ ընդգծել է ազգային ժողովի նախագահների Հարությունյանի դերակատարությունը օրենսդիր մարմնի արդյունավետ աշխատանքի կազմակերպման հարցում։ Ելույթներով հանդես են եկալ նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը ու Հանրապետության նախագահ Տիկին Մարկոսյանը ներկայացնել պետականաշինական ծրագրեր ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Նիստում կարևորվել է նաև միջազգային ներկայացվածությունը, հատուկ շնորհակալություն է հայտնվել Հարավային Ամերիկայի պատվիրակներին, Արգենտինայի դեսպան Գիլերմո Կարամանյանին ու Ուրուգվայի հյուպատոս Պաբլո Միսակ Թայլանյանին։ Ներկայացվել է նաև թեզաօրենքի նախագիծը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ներդրումային քաղաքականության մասին վերանախատեսվում է որպես կարևոր քայլ բիդյա տնտեսական զարգացում ու կառավարական թափանցիկության ուղղությունով։ Խոսնակի նսելավը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ինստիտուտն գործում են մի նպատակի հետի պաշտպանել ժողովրդի իրավունքը ապրելու իրան պատմական հայրենիքում։ Մին պատար առաջ Իսրայելազինված ուժերի կողմից իրականացված ռմբակոծության դարդան պայթուն այլալ հայկական ալիք հորաթերթին խմբագրության կողքին։ Պայթունին ալիքը տարածվել ու վնասել հարակից շինություններին պատուհանեն, փշրվել նաև ալիք հորաթերթի խմբագրության ակուշկեքը, թերթի խմբագրությունը Փաստ-Ինֆոյին տեղեկացրել են վեր մի քանի վաղ թերթը տպագիր տարբերակով գործ չենան, գործելու ամենակ օնլայն տարբերակը մինչև խմբագրության շենքը վերականգնվե։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանություն թանգարանի ինստիտուտում վերջին շեփթվա ընթացքում անցկացվել 3 գիտական բանախոսություններ նվիրված ցեղասպանության պատմական իրավական ու մարդասիրական կողմերին։ Բանախոսան Ռեգենսբուրգի IOS ինստիտուտի Արթուր Սիմոնյանը միջազգային իրավունքի թեմայով, Քիթ Դեյվիդ Ոթեմպոն ամերիկյան մարդասիրական արձագանքի մասին ու Բազելի համալսարանի Անիկա Թորնեն դերսիմավ փրկության ուղու մասին։ 1915 թվականի հունիսի 15-ին Կոնստանդնուպոլիս Օսմանյան իշխանություններին անգյունան կախաղանահանվել հնչակյան կուսակցության 20 ղեկավարային անդամներ, բժիշկներ, ուսանողներ, դասատվեք, մտավորականներ ու գաղափարական գործիչներ։
Իրանք զոհվա անհանուն հայ ժողովրդի ազատության, ինքնորոշման իրավունքի արդարության։ Իրանց առաջնորդ Փարամազը նախազգալիս այլայլ սպասվող ցեղասպանության վտանգը ու կոչ հայլայլնելիս ազգային համախմբման։ 20 նահատակների ուղին տռալ հայ ազգային ազատագրական պայքարին խորհրդանիշը Իրանքեցան բիդամահ գիտակցաբար ընտրելով զոհաբերումը իշա հայրենիքի։ Իրանց գաղափարը շարունակվում ապրելը ոգեշնչելով սերունդներին, փառք եւ անմար հիշատակ սաղ նահատակներին։ Շապինգարահիսարը Արեմտյան Հայաստանը մի հատ գողտրի քաղաք հյուրան լեռներով, ջիրերով ու պատմությունով վաղուց ի վեր ոգեշնչում է արվեստագետներին ու գիրողներին։ Սորեդ վայրից մազն հսնում յուրահատուկ նկարն է, մանուշակագույն վայրի ծաղիկն է, վերծաղկում են կերունքը հիշեցնելա բնության հավերժական վերածնունդը։ Մանուշակագույնը վեր շուշուտ կապվում է տխրության ու հիշողության հետ, այս դեպքում տառնա հույսի ու գեղեցկության խորհրդանիշ։ Այս պարզ տեսարանը վերը կարեր սահուն ձևավ տեղ գտնել դասակամի նկարչի կտավում կոչանում ետ դառնալ ակունքներին, ճանաչել պատմական հայրենիքը ու պահպանել իրան հոգևոր ժառանգությունը։ Շապինգարահիսարի մանուշակագույն ծաղիկները սոր տառալն ոչ միայն բնության գեղեցկության օրինակ, այլև խորհրդանիշ, այն հիշողության վերը մարում չի, ու այն կապի վերը մնում է սերունդների միջև։ Հունիսի 14-ը հայաշխողական արվեստի վարպետի Սայաթնովային ծննդյան օրն է, Հարություն Սայադյան, առավել հայտնի որպես Սայաթնովա, Էլալա ուշ միջնադարի հայ գրականության ու մուզիկի ամենավառ դեմքերամինը։ Ինքը համաշխողական արվեստի վարպետ այլալ համել բանաստեղծ, մտածող ու երաժիշտ, վերը կրեցալա եզակիորեն միավոր է ժողովրդական երգարվեստն հեղինակային խոսքը։ Սայաթնովին երգերը զետեղված են թա սիրո, քնարական նրբերանգն է, թա սոցիալական անարդարությունների հանդեպ ցասումը, մինգել խորը փիլիսոփայական մտքեր։ Իրանց ստեղծագործությունները շարունակում են հնչել սոր, վերածվելով համազգային ինքնության մի մասի, գրականության ու արվեստի թանգարանում պահվում է Սայաթնովին ինքնագիր երգարանը հայտնի Դավթարը, վերը Հովանես Թումանյանը նամակով նվիրալա խորհրդային Հայաստան կառավարությանը։ Թանգարանը հավաքածուում առանձնահատուկ տեղ ունի նաև Յուրան անվանը առնչվող Քյամանչան երգարվեստին խորհրդանիշը։ Քեզիզնից ով կանախլի աշուղի բասնիս Քամանչա։ Սոր հունիսի 14-ին Սայաթնովայի ծննդյան օրը մունքնորից ետ ընկտառնում յուրամեղեդիներին, խոսքերին ու լռությանը, շտեխնչում է սաղմի ժողովրդին սրտը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։